Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ տարրո կանխատեսում կապված նորալուսնի հետ, որը կլինի 2026 թվականի հունիսի 15-ին։ Մեկական քարտով կհասկանանք, թե ինչ փոփոխություններ կբերի այս նորալուսինը հորոսկոպի բոլոր նշաններին։ Հիշեցնեմ, որ նորալուսինը և լիալուսինը իրենց ազդեցությունը ունենում են իր տվյալ օրվանից մի քանի օր առաջ և 2 շաբաթ հետո ևս։ Մի թեթև կասեմ, թե որ տանն է լինելու հորոսկոպի, այնուհետև արդեն քարտերով կնայենք, թե ինչ փոփոխություններ ձեզ կբերի։ Եթե ցանկանում եք անհատական տարրո կանխատեսում, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, կսկսենք երկվորյակներից, քանի որ հենց երկվորյակ նշանում է լինելու մեր նորալուսինը ամսի 15-ին, այսինքն երկվորյակների առաջին տանը։ Առաջին տունը իրենից ներկայացնում է բոլոր ոլորտները մի քիչ այսպես ներառված, դա առաջին հերթին, և երկրորդ հերթին առաջին տունը արտաքին տեսքն է մարդու, շփումը, հարաբերությունները, թե ինչպես են մարդիկ ներկայանում հարությանը։ Վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ նոր էտապ կսկսվի ձեր կյանքում։ Տեսնենք, թե այս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը երկվորյակներին։ Սիրելի ընկերներ, գուցե մի փոքր բարդություններ առաջանան, անհրաժեշտություն լինի, որպեսզի որոշ ժամանակահատված անցնի, որպեսզի ձեր ուզածին հասնեք, Կարծես այն գործերը, որը դուք կպլանավորեք կամ արդեն պլանավորել եք այս ժամանակահատվածի հետ կապված, մի փոքր ձեզ դժվարությամբ կտրվի։ Անհրաժեշտություն կլինի, որպեսզի հաղթահարեք բարդությունները, որպեսզի հասնեք ձեր ուզածին։ Կարծես ինչ-որ փորձություն կլինի ձեզ համար։ Հաջորդ նշանը խեցգետինն է։ Սիրելի խեցգետիններ, այս նորալուսինը լինելու է ձեր 12-րդ տանը, 12-րդ տունն իրենից ներկայացնում է հեռավոր հողերը, այն ամեն ինչը գաղտնի է, իզոլացված է։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը խեցգետիններին։ Սիրելի ընկերներ, զգույշ եղեք, որ խաբեության զոհ չդառնաք, հնարավոր է ձեզ խաբեն, եթե առողջական խնդիրներ կան, օրինակ գնաք բժշկի, ձեզ ուղարկեն օրինակ վիրահատության, միանգամից մի համաձայնեք, անպայման մի քանի տեղ դիմեք բժշկի։ Զգույշ եղեք, հնարավոր է ձեր գաղտնիքները բացահայտվեն կամ ինչ-որ մեկին դուք վստահել եք ձեր գաղտնիքը եւ այս ժամանակահատվածում այն բացահայտվի։ Նման ինչ-որ հարցեր կլինեն։ Համենայն դեպս զգույշ եղեք, քանի որ ձեր շրջապատում կարող է լինել կամ հայտնվել ինչ-որ խորամանկ անձնավորություն և փորձել ձեր շնորհիվ հասնել իր ուզածին։ Առյուծներ։ Սիրելի առյուծներ, այս նորալուսինը կլինի ձեր 11-րդ տանից, 11-րդ տունը մեր ընկերներն են, գաղափարակիցներն են, մեր երազանքներն են, նպատակներն են, արդեն արդյունքներն են։ Տեսնենք, թե ինչ կասեն քարտերը դրա մասին, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը առյուծներին։ Սիրելի ընկերներ, զգույշ եղեք ձեր ընկերների, գաղափարակիցների հետ կապված, քանի որ նրանք փորձեն իրենց վատությունը անել ձեզ, գուցե ձեր մեջքի հետևում խոսեն ձեր մասին, փորձեք նրանց հետ շատ չկիսվել, ձեր գաղտնիքները նրանց չասել, քանի որ առհասարակ ձեր շրջապատի մարդիկ այս ժամանակահատվածում ձեզ կնախանձեն առաջին հերթին եւ բնականաբար իրենց վատությունը կփորձեն անել ձեզ։ Կույսեր։ Սիրելի կույսեր, այս նորալուսինը կլինի ձեր 10-րդ տանը, իսկ 10-րդ տունը մեր ստատուսն է, մեր կարիերան է, հայրիկի հետ կապված հարցեր են, ինչ-որ նորություն կգա վերոնշյալ թեմաների շուրջ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը կույսերին։ Հաջողություն իրականում, սիրելի ընկերներ, կարիերայում եթե սպասում եք աճ, ապա անպայման այդ աճը դուք կտեսնեք։ Եթե ցանկանում եք այս ժամանակահատվածում բիզնես բացել, ապա ձեզ մոտ դա իհարկե կստացվի։ Հնարավոր է ձեզ օրինակ աշխատանքի վայրից ուղարկեն գործուղման կամ գնաք ինչ-որ նոր դասընթացների, որպեսզի նոր գիտելիքներ ունենաք եւ այսպիսով արդեն ավելի լավ պաշտոնի անցնեք կամ ուղղակի աշխատավարձի բարձրացում լինի։ Համենայն դեպս հիանալի քարտ է դուրս եկել, շատերը եթե փնտրում են իրենց աշխատանքը, ապա այդ ժամանակահատվածում այն անպայման դուք կգտնեք։ Կշեռքներ։
Սիրելի կշերքներ, այս նորալուսինը կլինի ձեր 9-րդ տանը, 9-րդ տունը բարձրագույն կրթությունն է, այն ամենը ինչը կապված է արտասահմանի հետ, այլ մշակույթների հետ, թորնիկներն են 9-րդ տանը պատկանում, ինչպես նաև երկրորդ ամուսնությունները։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 16-ին նորալուսինը կշերքներին։ Այս քարտը դուրս էր եկել նաև սիրելի ընկերներ նախորդ նշանի ներքոծնվածներին, կուրսերին էր դուրս եկել եւ կրկին կարծես կրկնվում եմ, բայց այստեղ քանի որ ձեր 9-րդ տանն է լինելու նորալուսինը, ավելի շատ խոսելու է կրթության հետ կապված, այս քարտը կարծես ձեզ հուշում է, որ եթե այն տարիքում եք գտնվում, որ դիմել եք համալսարան, ապա կընդունվեք ձեր համալսարանը լավ քննությունները բարեհաջող կհանձնեք, կամ արտասահմանի հետ կապված, եթե ինչ-որ գործողություններ պետք է կատարեք, նոր վիզա ստանաք, կամ ձեր անձնակիրը փոխեք, ապա ամեն ինչ լավ բարեհաջող ձեզ մոտ կընթանա։ Կարիճներ։ Սիրելի կարիճներ, այս նորալուսինը լինելու է ձեր 8-րդ տանը, 8-րդ տունը դա ոչ մեր կողմից աշխատած գումարներն են, բանկային, պետական համակարգի, ապահովագրական համակարգի գումարներ, վտանգավոր իրավիճակներն են իհարկե նաև 8-րդ տանը պատկանում։ Տեսենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը կարիճներին։ Իրականում հաջողություն, սիրելի ընկերներ, եթե պետք է դիմեք, օրինակ ցանկանում եք դիմել պետական համակարգի գումար ստանալու համար կամ վարկի համար, ապա ձեզ մոտ ամեն ինչ լավ բարեհաջող կընթանա։ Ինչպես նաև ձեր զուգընկերոջ կամ ընտանիքի անդամներից որևիցե մեկի ֆինանսական դրությունը զգալիորեն կավելանա, ավելի առաջ կգնա, եւ այսպեսով ընտանեկան ձեր բյուջեն կգնա առաջ։ Աղեղնավորներ, սիրելի աղեղնավորներ, այս նորալուսինը լինելու է ձեր 7-րդ տանը, իսկ 7-րդ տունը այն մարդիկ են այնտեղ պատկանում, ում հետ մենք ունենք ինչ-որ փաստաթուղթ ստորագրած։ Այսինքն ամուսինը, կինը, գործընկերները, հաճախորդներն են այս տանը պատկանում, ինչպես նաև այս տանն է մտնում դատական համակարգի հետ կապված ինչ-որ հարցերը, տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը աղեղնավորներին։ Առաջընթաց, սիրելի ընկերներ, մյուս քարտն էլ այսպես որ ընկավ, սա էր դուրս եկել, եկեք սա էլ էստեղ դնեմ, որ ավելի հասկանալի լինի։ Առաջընթաց է ձեր գործերում սպասվում, այս քարտերը հուշում են մեզ հաջողության մասին, այսինքն հնարավոր է ձեր հարաբերություններում ինչ-որ առաջընթաց լինի, գուցե շփվում եք, այսպես ամուսնության առաջարկ ստանաք կամ ուղղակի ձեր ամուսնու կամ կնոջ հետ գնաք ինչ-որ ճամփորդության, կամ հնարավոր է այս քարտերը խոսեն նաև շատ լավ բարեհաջող գործարքի մասին, որը կկնքեք այս ժամանակահատվածում։ Հաջորդ նշանը, սիրելի ընկերներ, այծեղջյուրներ, այս նորալուսինը լինելու է ձեր 6-րդ տանը, իսկ 6-րդ տունն իրենից ներկայացնում է առողջությունը, աշխատանքը, ընտանի կենդանիները, կենցաղը եւ իհարկե աշխատողները, եթե օրինակ դուք ունեք աշխատողներ, ապա նրանք եւս պատկանում են 6-րդ տանը։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը այծեղջյուրներին։ Սիրելի ընկերներ, այս ժամանակահատվածում գուցե ձեզ նկատեն ձեր աշխատանքի վայրում, կարծես ինչ-որ ավելի շատ ուշադրության արժանանակ այս ժամանակահատվածում, կամ հնարավոր է նոր ղեկավար ունենաք, նոր կոլեգա ունենաք, խոսքը կին կոլեգայի մասին է, կամ զուտ ինքներդ ավելի վճռական լինեք աշխատանքի կամ կենցաղի հետ կապված հարցերում։ Հաջորդ նշանը ջրհոսն է։ Սիրելի ջրհոսներ, այս նորալուսինը կլինի ձեր 5-րդ տանը։ 5-րդ տունն իրենից ներկայացնում է երեխաները, սիրավեպերը, այն ամենը ինչը մեզ հաճույք է պատճառում։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն վերոնշյալ թեմաների շուրջ, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը ջրհոսներին։ Սիրելի ընկերներ, այս քարտը մեզ ասում է, որ ինչ-որ պայմանագիր գուցե լինի, ինչ-որ պայմանավորվածություն գուցե լինի, հնարավոր է ձեր երեխաները իրենց ապագա ամուսնու կամ կնոջ հետ ձեզ ծանոթացնեն, իրենց սիրելի հետ ձեզ ծանոթացնեն, կամ հնարավոր է այս ժամանակահատվածում
երեխաների հետ կապված ինչ որ գործողություններ կատարեք, հա, գուցե նրանց ինչ որ խմբակների գրանցեք, այսպիսով ինչ որ պայմանագիր հա ստորագրեք, ինչ որ փաստաթուղթ ստորագրեք, կամ հնարավոր է այս ժամանակահատվածում, եթե կային սիրային հարաբերություններ, գուցե ստանաք ամուսնության առաջարկ եւ այսպիսով ավելի օրինականանան ձեր հարաբերությունները։ Հաջորդ նշանը ձկներն են։ Սիրելի ձկներ, այս նորալուսինը լինելու է ձեր 4-րդ տանը, 4-րդ տունն իրենից ներկայացնում է մեր ընտանիքը, բնակության վայրը, ընտանիքի անդամներն են այստեղ պատկանում, անշարժ գույքի հետ կապված հարցերը։ Տեսնենք, թե 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը ինչ կբերի ձկներին։ Սիրելի ընկերներ, սա խոսում է այն ձկները, ովքեր պլանավորում են, ցանկանում են այս ժամանակահատվածում անշարժ գույք գնել կամ վաճառել, ապա դա ձեզ մոտ հաստատ կստացվի։ Ինչ որ պայմանագիր գուցե ստորագրեք, իհարկե սա խոսքը միայն գնումի մասին չի, հնարավոր է օրինակ ունեք անշարժ գույք եւ ցանկանում եք վարձով հանձնել, եթե պլաներում կա, ապա անպայման դա ձեզ մոտ կստացվի։ Ինչպես նաև ընտանիքում, հա, ընտանիքի անդամները գուցե կարևոր ինչ-որ իրավիճակ լինի իրենց կյանքում, գուցե ձեր ընտանիքի անդամ այս ժամանակահատվածում ամուսնանա կամ ինչ-որ կարևոր փաստաթուղթ ստորագրի։ Խոյ, սիրելի խոյեր, ձեր 3-րդ տանն է լինելու այս նորալուսինը, իսկ 3-րդ տունը դա մեր շրջապատն է, քույր եղբայրները, հարևանները, բարեկամները, ներողություն, անշարժ գույք չէ, ուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև ցանկացած կապի եւ տրանսպորտի միջոցները։ Տեսնենք, թե ինչ նորություն, նոր էներգիա կբերի ձեր կյանք նորալուսինը 2026 թվականի հունիսի 15-ի։ Սիրելի ընկերներ, ձեզ կբերի հավատարիմ ընկեր, գուցե շատ լավ հարևան ունենաք կամ այս ժամանակահատվածում ինչ որ մեկը ձեզ օգնի, ձեր շրջապատից, հա, ձեր ընկերներից, ձեր քույր եղբայրներից ինչ որ մեկի օգնության կարիք ունենաք, ով ձեզ իրոք շատ հավատարիմ կլինի եւ այս ժամանակահատվածում որևէ գործում ձեզ կօգնի։ Եվ հաջորդ նշանը ցուլն է, սիրելի ցուլեր, այս նորալուսինը լինելու է ձեր 2-րդ տանը։ 2-րդ տունն իրենից ներկայացնում է ֆինանսները, աշխատավարձը, մեզ համար արժեք ներկայացնող ցանկացած իր։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի հունիսի 15-ի նորալուսինը ցուլերին։ Զգույշ եղեք, սիրելի ընկերներ, քանի որ հնարավոր է գումար կորցնեք, հնարավոր է ուղղակի ձեր շրջապատի մարդիկ ձեզնից անընդհատ ինչ-որ պատճառներով գումար վերցնեն, գուցե գումար գողանան ձեզնից, նման իրավիճակներ ևս կարող է լինել, հատկապես այս ժամանակահատվածում ցանկալի չէ, որ դուք պարտք տաք, քանի որ հետագայում գուցե չվերադասնեն կամ ուղղակի շատ ձգձգվի այդ գործընթացը։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված այս նորալուսնի հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։